3 օր անհետ կորած համարվող 17-ամյա Լոլա Ուզունյանին ոչ պաշտոնական տվյալով հայտնաբերել են Փարիզի Բատակլան թատրոնում։ Լոլան հոր հետ եղել էր ռոք համերգին, երբ ահաբեկիչները ներխուժել էին դահլիճ։ Խառնաշփոթի մեջ հայրը դստերը կորցրել էր։ Ցավոք սրտի 3 ուշ գիշերին, ուրեմն ներքին նախարարության ոստիկանությունը իր հետախուզական գործերու ընթացքին արդեն հասած են եւ գտած են Լոլայի մարմինը եւ հաստատած են անոր թշպախտաբեղերական մահը։ Սոսկալի ահաբեկչության հեղինակների հետ կապ ունեցող իսլամիստներին որոնում են ամբողջ Եվրոպայում։ Ֆրանսիայի գրեթե բոլոր քաղաքներում ոստիկանական հատուկ գործողություն է ընթանում։ Բելգիայում ահաբեկչության կազմակերպչին հայտնաբերել չի հաջողվել։ Գերմանիայում ձերբակալել են Փարիզի վրա հարձակման հետ կապ ունեցող 3 մարդու։ Միայն վերջին 2 օրվա ընթացքում գրեթե 200 այդպիսի գործողություն է իրականացրել Ֆրանսիայի ոստիկանությունը։ Հիմա ես գտնվում եմ Ստրասբուրգում, որտեղ ոստիկանությունը հատուկ ծառայություն է իրականացնում։ Առաջ երբեք հնարավոր չէր տեսնել Ֆրանսիայի փողոցներում որևէ տեղ ոստիկանների, որոնք ինքնաձիգերով էին, բայց հիմա գրեթե ամեն քայլափոխին մենք հանդիպում ենք ոստիկանների ինքնաձիգերով եւ հատուկ համազգեստներով։ Ֆրանսիայի նախագահը երկրի խորհրդարանի 2 պալատների համատեղ արտահերթ նիստին հայտարարել է սահմանադրությունը փոխելու անհրաժեշտության մասին։ Ֆրանսիան ավելացնում է ոստիկանների թիվը ու սկսում ահաբեկիչներից պաշտպանվելու ներքին ու արտաքին լայնածավալ գործողություններ։ Ֆրանսիան պատերազմի մեջ է, մեզ անհրաժեշտ է հակաահաբեկչական միասնական կոալիցիա։ Այս հարցը քննարկելու համար առաջիկա 2 օրին ես հանդիպելու եմ Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահների հետ։ Խորհրդարանի նիստին ֆրանսիացի պատգամավորները երգել են Մարսելիեզը։ Ֆրանսիական օդուժը նոր ուժով է սկսել ռմբակոծել Սիրիայում իսլամական պետության կենտրոնը Ռաքքան։ 3 օրում ֆրանսիական ռմբակոծիչները ոչնչացրել են ահաբեկիչների տասնյակ հենակետեր։ Դավիթ Սարգսյան, Լիլիթ Ասլանյան, ժամը լրատվական։